Ձեռնարկատեր եւ միլիարդատեր Իլոն Մասկը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին հայտարարել է երկրին 2025 թվականի երկրորդ կեսին սպասվող ռեցեսիայի մասին վարչակազմի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին հաղորդվել է գործարարի X էջում։ Թրամփի մաքսատուրքերը կհանգեցնեն ռեցեսիայի այս տարվա երկրորդ կեսին, գրել է Մասկը։ Նա այսպես է արձագանքել X-ի օգտատերերից մեկի հրապարակմանը, որը հայտարարել էր, որ Թրամփի մաքսատուրքերը լիակատար անհեթեթություն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի կողմից ռուսական ռազմական օդանավակայաններին հարվածելու որոշումից եւ Սպիտակ տունը քննարկում է Կիևին աջակցությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է The Atlantic-ը հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով Թրամփը մասնավոր զրույցներում դժգոհություն է հայտնել այն փաստից, որ հարվածները կարող են հանգեցնել հակամարտության սրման։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումը կրկին արթնացրել է Սպիտակ տան ղեկավարի դժգոհությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ եւ նոր վեճեր է առաջացրել ԱՄՆ նախագահի վարչակազմում Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ։ Պարբերականը պնդում է, որ Թրամփը Զելենսկիին անվանել է վատ եւ տաք գլուխ տղա եւ կարծում է, որ նա հրահրում է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Աղբյուրներից մեկի խոսքով Ուկրաինայի նախագահը պետք է ամբողջությամբ կենտրոնանա Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների վրա։ Միավորված ազգերի կազմակերպությունը կարծում է, որ բանակցությունները ցանկացած հակամարտությունը դադարեցնելու լավագույն միջոցն են, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը միշտ էլ համարել է, որ ցանկացած հակամարտություն պետք է դադարեցվի բանակցությունների միջոցով։ Մինչ այս Թրամփը հայտարարել էր, որ դեռ չի ուսումնասիրել սենատոր Լինդսի Գրեհեմի օրինագիծը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, բայց որոշումն ինքը կկայացնի։ Կիևի ձախ արևելյան ափին ավելի քան 2000 բնակարան մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է Կիևի քաղաքական պետական վարչակազմը։ Ներկայումս մայրաքաղաքի ձախ ափին 2167 բնակարան մնում է առանց էլեկտրաէներգիայի, ասվում է վարչակազմի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Քաղաքային իշխանությունների խոսքով նրանք նախատեսում են վերականգնել էլեկտրամատակարարումը 24 ժամվա ընթացքում։ Ֆրանսիական միջուկային զսպման սկզբունքը զուտ ազգային բնույթ ունի եւ չի կարող տարածվել այլ եվրոպական երկրների վրա կամ կիրառվել նրանց շահերից ելնելով։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ի թղթակցի զրույցում հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի թոշակառու գնդապետ եւ ֆրանսիական արտասահմանյան լեգիոնի վետերան Ժակ Օգարը, մեկնաբանելով նախագահ Էմանուել Մակրոնի գաղափարները ֆրանսիական միջուկային զինանոցի հնարավոր եվրոպականացման վերաբերյալ։ Միջուկային զսպման սկզբունքը կարող է կիրառվել միայն ֆրանսիական պետության կողմից Ֆրանսիայի ֆրանսիական շահերի նկատմամբ։ Այն պահից, երբ թույլատրվում են այլ ազգերի, այլ պետությունների, այլ շահերի մուտքը ֆրանսիական միջուկային զսպման սկզբունքը փլուզվում է, ասաց Օգարը։ Նա հղում է արել ֆրանսիական զսպման դոկտրինի ստեղծողներին, ինչպիսիք են Շարլ դը Գոլը եւ Պիեր Մարի Գալուան։ Գնդապետը կասկած է հայտնել, որ պարոն Մակրոնը կարող է միջուկային բախման ռիսկի դիմել հանուն Գերմանիայի, Բալթյան կամ Լեհաստանի շահերի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ գործարար Իլոն Մասկի միջև վեճը ԱՄՆ ներքին գործը ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Սյանը։ Սրանք ԱՄՆ ներքին գործեր են, ասել է դիվանագետը ի պատասխան ՌԻԱ Նովոստի խնդրանքին մեկնաբանելու Մասկի եւ Թրամփի միջև հրապարակային վեճը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ միլիարդատեր Իլոն Մասկը 5 շաբթի օրը հրապարակավ բախվել են ԱՄՆ նախագահի առաջարկած բյուջետային օրինագծի շուրջ, որը Մասկը երեքշաբթի օրը անվանել է զզվելի։ Գործարարը չորեքշաբթի օրը նաև կոչ է արել չեղարկել օրինագիծը։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ մահմեդական երկրները պետք է դադարեցնեն Իսրայելի ցուցաբերվող օգնությունը եւ թույլ չտան նրան Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ հետագա դաշնգործողություններ իրականացնել, հաղորդում է Մեհրը։ Այաթոլլահ Խամենեին կոչ է արել միլիոնավոր մահմեդական ուխտավորների ամբողջ աշխարհից, ովքեր Մեքքայում են իրենց ծեսերը կատարելու համար, պահանջել իրենց կառավարություններից կատարել իրենց պարտքը Գազայում եւ Արևմտյան Ասիայում տեղի ունեցող աղետների նկատմամբ։ Պաղեստինը բռնազավթող սիոնիստական հանցավոր խմբավորումը սարսափելի դաժանությամբ եւ չարությամբ Գազայում տեղի ունեցած ողբերգությունը հասցրեց անհավանական մակարդակի։ Պաղեստինցի երեխաներն այսօր մահանում են ոչ միայն ռումբերից,
փամփուշտերից ու հրթիռներից, այլև ծարավից ու սովից։ Հարազատներին սքացող ընտանիքների թիվն օրեցօր աճում է։ Մահմեդական կառավարությունները կարող են տարբեր քաղաքական հայացքներ ունենալ տարբեր հարցերի շուրջ, բայց դա չպետք է խանգարի նրանց համաձայնության գալ եւ համագործակցել Գազայում սարսափելի իրավիճակի դեպքում, նշել է Իրանի գերագույն առաջնորդը։ Ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Պակիստանի հետ լարվածության սրման ֆոնին Հնդկաստանը ենթարկվել է ավելի քան 100 միլիոն կիբերհարձակման, հաղորդում է The Times of Indian հղում անելով իր աղբյուրին։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի նախագահությամբ կայացած կաբինետի նիստում քննարկվել են Պակիստանից կիբերսպառնալիքների աճը եւ հաքերային հարձակումների աճը, որոնք ապրիլ-մայիս ամիսներին գերազանցել են 100 միլիոնը։ Վարչապետը կոչ է արել ամրապնդել ազգային առցանց հարթակների պաշտպանությունը կիբերհարձակումներից եւ բարձրացնել բոլոր պետական մարմինների պատրաստվածությունը դրանց հակազդելու համար, հաշվի առնելով ժամանակակից պատերազմներ վարելու փոփոխվող եղանակները։ The Times of India-ին ասել է աղբյուրը։ Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծման ռեժիմ, այս մասին հաղորդել է միության պաշտոնական կայքը։ Հունիսի 5-ից հետո ուժի մեջ կմտնեն Բրյուսելի եւ Կիևի միջև կնքված համաձայնագրի սովորական կանոնները, կգործեն քվոտաներ, որոնք թույլ կտան ապրանքների խիստ սահմանափակ ծավալների ներմուծում առանց մաքսատուրքի կամ արտոնյալ դյուրքաչափերով։ Արևմտյան վերլուծաբանները, ովքեր բարձրաձայն հայտարարում են ռուսական սպառնալիքի մասին, պետք է վերանայեն իրենց տեսակետները, քանի որ Մոսկվան որևէ դրդապատճառ չունի լայնածավալ հակամարտություն սկսելու ՆԱՏՕ-ի հետ, հաղորդում է The National Interest-ը։ Ռուսաստանն արդեն հաջողությունների է հասնում Ուկրաինայում, Վլադիմիր Պուտինը որևէ պատճառ չունի ռազմական գործողությունները սրելու։ Արևմուտքում նրանք, ովքեր բարձրաձայն զգուշացնում են հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմի մասին, հատկապես հաջակողմյան շրջանակների ներկայացուցիչները պետք է մեղմացնեն իրենց ռետորաբանությունը, ասվում է հոդվածում։ Պարբերականը շեշտում է, որ Ռուսաստանի նախագահը միշտ հասկացել է իր որոշումների հետևանքները, նույնիսկ եթե արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետները միշտ չէ, որ դա հաշվի են առել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակվել է նախկին ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի սեռական հանցագործությունների գործով։ Այս մասին X-ի իր հարթակում գրել է ամերիկացի ձեռնարկատեր եւ միլիարդատեր Իլոն Մասկը։ Իր հաղորդագրության մեջ Մասկը նշել է, որ Թրամփի անունը առկա է Էփշտեյնին վերաբերող փաստաթղթերում եւ այդ պատճառով այդ նյութերը երկար ժամանակ մնացել են գաղտնի։ Ժամանակն է բացահայտել իսկապես սենսացիոն տեղեկատվությունը։ Թրամփը հայտնվել է Էփշտեյնի ֆայլերում։ Ահա թե ինչու այս տվյալները երկար ժամանակ գաղտնի են պահվել։ Լավոր եմ մաղթում Դոնալդ Թրամփ, գրել է Մասկը։ Ուկրաինական հակամարտությունը ստանում է ճակատից այն կողմ կեղտոտ պատերազմի բնույթ, որը կարող է հանգեցնել Ուկրաինային կամ Ռուսաստանին օգնող երկրներին հարվածների, գրում է ամերիկյան The Washington Post թերթը։ Ուկրաինայի ներսում առաջնագիծը կլինի անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու դժոխային լանդշաֆտ, սակայն գաղտնի գործողությունները կարող են վերաճել ճակատից այն կողմ կեղտոտ պատերազմի, որն իր մեջ կպարունակի ավելի նպատակային սպանություններ, դիվերսիաներ եւ հարվածներ համապատասխանաբար Ուկրաինային եւ Ռուսաստանին զենք մատակարարող երկրներին, ասվում է հրապարակման մեջ։ Թերթի տվյալներով Ուկրաինայում կեղտոտ պատերազմը նոր է սկսվում։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանին եւ դրանից դուրս հարվածները փոխում են հակամարտության բնույթը, որը մեղմացման նշաններ ցույց չի տալիս, նշում է Washington Post-ը։ Հունիսի 6-ին Երևանում Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի շրջանակներում անցկացվում է հայ-ռուսական միջտարածքային 10-րդ ֆորումը։ Ֆորումն առաջատար քննարկման հարթակ է, որը միավորում է Ռուսաստանի եւ Հայաստանի պետական մարմիններին, գործարար եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին եւ տնտեսական ոլորտի ամենամեծ եւ նշանակալի երկկողմ հանրային միջոցառումներից մեկն է։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսության վերսկսման համար։ Այս մասին Վալենտինա Մատվիենկոն նշել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, ես կրկին անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստան այցելելու հրավերի, հանձնաժողովների նախագահների, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների
մակարդակով, ասել է Մատվիենկոն դիմելով Սիմոնյանին։ Մատվիենկոն նաև հավելել է, որ այս երկխոսությունը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը նշել է, որ բանակցությունները սկզբում անցկացվել են տետատետ ձևաչափով, տևելով նախատեսվածից նշանակալիորեն ավելի երկար։ Այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված ձևաչափով, հայտնել է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։ Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած Դաշնության խորհրդի պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն ծրագիրը ներառում է Վալենտինա Մատվիենկոյի եւ երկրի ղեկավարության հանդիպումները, ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Մոտ ժամանակներս սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների հարաբերություններն այժմ հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կատարվում են բարձրաստիճան պաշտոնյաների այցեր եւ մոտ ապագայում մենք ակնկալում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան, ասել է դիվանագետը։ Մայիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը աշխատանքային այցով Իրան այցելելու հրավեր ունի, սակայն այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Նրա խոսքով Ռուսաստանը բարձր է գնահատում իր գործընկերությունն այս երկրի հետ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի այցը պետությունների միջև հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի մի մասն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Ալեքսուս Գրինչևիչին նշանակել է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության ղեկավար, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ ՆԱՏՕ-ն նաև համաձայնել է գեներալ լեյտենանտ Գրինկևիչին նշանակել գերագույն գլխավոր հրամանատար, ասվում է հայտարարության մեջ։ Նախկինում Գրինկևիչը զբաղեցնում էր շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործառնությունների տնօրենի պաշտոնը։ Ըստ Stefans News-ի Գրինկևիչը Պենտագոնում ձեռք է բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոստումնալից գեներալներից մեկի համբավ։ Նա նախկին օդաչու է, որը թռչել է F-16 եւ F-22 կործանիչներով։ Գրինկևիչը նաև 4 տարի ծառայել է կենտրոնական հրամանատարություններում, օգնելով ղեկավարել Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերը Մերձավոր Արևելքում։ Գերմանիայում պետք է վերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնյա սոցիալական միության առաջնորդ Մարկուս Սյոդերը։ Նրա կարծիքով գերմանական բանակը պետք է ներդնի ժամանակակից սարքավորումներ եւ ավելացնի իր անձնակազմը։ Սրա պլանավորումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, գրել է Սոեդերը։ Միացյալ Նահանգները պետք է մեծ զգուշությամբ մոտենա Թայվանի հարցին եւ թույլ չտա անջատողականներին ներքաշել իրեն Չինաստանի հետ հակամարտության մեջ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Միացյալ Նահանգները պետք է զգույշ լինի Թայվանի հարցում եւ թույլ չտա, որ Թայվանում շատ փոքրաթիվ անջատողականներ Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին ներքաշեն հակամարտության եւ բախման վտանգավոր իրավիճակի մեջ, ասել է Չինաստանի առաջնորդը։ Սի Ցզինպինի եւ Թրամփի միջև զրույցը տեղի է ունեցել հունիսի 5-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքով երկխոսության հիմնական թեման առևտրային հարաբերություններն էին եւ ոչ ինքը, ոչ էլ Չինաստանի առաջնորդը չեն խոսել ուկրաինական հակամարտության կամ Իրանի հետ ստեղծված իրավիճակի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Third Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր զրույցում քննարկվել են միայն առևտրային հարցեր։ Մենք ոչինչ չենք քննարկել Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Իրանի վերաբերյալ, գրել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով Սի Ցզինպինի հետ զրույցը տևել է մոտ 1.5 ժամ եւ շատ դրական է եղել։ Մայիսի 30-ին Թրամփը հայտարարեց, որ կկարողանա լուծել երկրների միջև առևտրային վեճերը Սի Ցզինպինի հետ զրույցից հետո։ Այդ ժամանակ նաև հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ներկայումս համակարգում են երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսազրույցը։
Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Ստացված տվյալների համաձայն Հայաստանի Սյունիքի մարզի տեղհամայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը ծնված 27/06/2007 թվականի եւ Անդրեյ Արմենի Գյագունցը ծնված 13/01/2008 թվականի 2025 թվականի հունիսի 6-ին ժամը 01:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավոս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 5-ին հրամանագրեր է ստորագրել։ Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։ Նստավայրը Բուդապեշտ։ Բենյամին Հարությունյանին վերապահվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պարտականությունները։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Մինչ այդ 2022-ից 2025 թվականներին նա եղել է քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ։ Ալիևը չի գնա Սյունիքը գրավելու պատերազմի։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Նա անդրադարձել է հարցին՝ արդյոք Ադրբեջանը կներխուժի Հայաստան եւ արդյոք հարձակման վտանգ կա, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը, քանի որ դեռևս կարող է ինչ-որ բան զիջում, Ալիևը դա կփոկի։ Այն պահին, երբ որ Ալիևը զգաց, որ հնարավոր չի առանց կրակոցի ստանալ են ինչ-որ ուզում, բնականաբար կարող է դիմի ռազմական բախումների, բայց ես ճիշտն ասած չեմ կարծում, որ ասենք մեծ պատերազմի, Սյունիքը գրավելու պատերազմի չի գնա Ալիևը հիմա, որովհետև հիմա հարմար չի ժամանակաշրջանը, պարզապես գրավելուց դու պիտի մարսես դա։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին։ Նշենք, որ Գոհար Աբաջյանը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի կինն է։ Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Հունիսի 5-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Վարչապետը նիստի մասնակիցներին է ներկայացրել կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը եւ պատասխանել նրանց հարցերին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ այցի ընթացքում տեղակայվել է Վաշինգտոնում գտնվող շքեղ Blair House-ում, որը հայտնի է իր պատմական ու ռոմանտիկ ոճով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկել է դաշինքի անդամների պաշտպանական ծախսերը հնային ներկայիս 2%-ից ավելացնել մինչև 3.5%, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև առաջարկեց հնայի ևս 1.5%-ը ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա։ Բացի այդ, նրա խոսքով ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաստատել են հավակնոտ ծրագրեր հակահրթիռային պաշտպանությունը, անօդաչու թռչող սարքերը եւ ցամաքային զորքերը հզորացնելու համար։ Մինչ այդ Եվրոակտիվ պորտալը հղումանելով դիվանագիտական աղբյուրներին գրել է, որ ԱՄՆ-ն կարող է դեմ լինել այն փաստին, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում, որը տեղի կունենա Հագայում հունիսի վերջին, Ռուսաստանը կնշվի որպես դաշինքի համար սպառնալիք։ Ամերիկացի քաղաքագետ Մալեք Դուդակովը խոստովանել է, որ ամերիկացիները կփորձեն Ռուսաստանի համար ընտրել հակառակորդի ձևակերպումը, այլ ոչ թե սպառնալիքի կամ ուղղակի թշնամու։ Այս դեպքում Մոսկվան չի լինի հիմնական սպառնալիքը, որի դեմ պետք է պայքարել հենց հիմա, նշել է քաղաքագետը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր եւ մոլորակի ամենահարուստ մարդու միջև վերջերս ԱՄՆ վարչակազմում աշխատող Իլոն Մասկի հարաբերությունները վատթարացել է։ Տեսեք, ես եւ Իլոնը հիանալի հարաբերություններ ենք ունեցել, վստահ չեմ, որ այդպես կշարունակվի, ասել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Մասկի կտրուկ քննադատական հայտարարությունները ԱՄՆ Սենատում քննարկվող խոշոր պետական ծախսերի օրինագծի վերաբերյալ։
Գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններում առանց իր օգնության, առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում դեմոկրատները կվերահսկեին ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները սենատում կունենային 51-ից 49 մեծամասնություն, գրել է նա։ Հունիսի 5-ին ամերիկյան Tesla ընկերության բաժնետոմսերը կորցրեցին ավելի քան 9%։ Ընկերության գործադիր տնօրեն միլիարդատեր Իլոն Մասկի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հրապարակային հակամարտության պատճառով գնանշումների անկման մասին վկայում են Nasdaq էլեկտրոնային բորսայի տվյալները, հաղորդում է TASS-ը։ Մոսկվայի ժամանակով ժամը 19:55-ի դրությամբ առևտրային հարթակի վիճակագրության համաձայն արժեթղթերը կորցրել են 9.08% մեկ բաժնետոմսի համար իջնելով մինչև $301,091, միևնույն ժամանակ Մոսկվայի ժամանակով ժամը 20:35-ի դրությամբ ցուցանիշները մի փոքր կայունացել էին, ճշգրտումն արդեն կազմում էր 8.87%, մեկ բաժնետոմսի համար $302,061։ Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը առաջարկել է, որ ԱՊՀ գործընկերները միանան Եվրասիական տնտեսական միությունում ընդունված միասնական մաքսային տարանցիկ համակարգի մեխանիզմին։ Միավորման արտաքին տնտեսական կապերը ամրապնդելու համար ընդունվել է միասնական մաքսային տարանցիկ համակարգի մասին համաձայնագիր։ Այն բաց է բոլոր երկրների համար թույլ է տալիս նրանց միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցկացվող փոխադրումներին, կրճատել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել սահմանային փոխադրումների անվտանգության մակարդակը, որը շատ կարևոր է բոլորի համար։ Մենք հրավիրում ենք ԱՊՀ գործընկերներին միանալ այս մեխանիզմին, ասել է Միշուստինը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապ Լևոն 14-րդի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS-ը։ Կրեմլի խոսնակի խոսքով Ռուսաստանի նախագահը Հռոմի Պապին փոխանցել է իր հովվական ծառայության մեջ հաջողությունների մաղթանքները Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խնդրանքով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների համապատասխան պետական մարմինները ներկայումս շարունակում են աշխատանքները Փեզեշքյանի Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում 2025 թվականի ապրիլի 28-ին դրված խնդիրների իրականացման ուղղությամբ։ Պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում նշվել է Բաքու-Թավրիզ չվերթի վերսկսումը եւ Բաքու-Թեհրան չվերթի հաճախականության աճը։ Այս առումով կողմերը վստահություն են հայտնել, որ այս չվերթները դրական ազդեցություն կունենան երկու ժողովուրդների միջև շփումների ավելացման վրա։ Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման գործում ներկայումս նկատվում է շրջադարձային պահ եւ հույս են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով կզարգանան տարբեր ոլորտներում։ Հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքյանը եւ Ալիևը մտքեր են փոխանակել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի անվտանգության ուժերը Գազայի հատվածում իրականացված գործողության ընթացքում գտել եւ վերադարձրել են երկու պատանդների մարմինները։ Գլխավոր անվտանգության ծառայության եւ Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածում իրականացված գործողության ընթացքում երկու պատանդների Գադի Հագայի եւ Ջուդի Վայնշտեյնի մարմինները, որոնք պահվում էին արյունալի ահաբեկչական կազմակերպության Համասի կողմից, վերադարձվել են Իսրայել, ասել է Նեթանյահուն։ Վարչապետի հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը։ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հաստատել են միմյանց հետ մշտական կապի մեջ մնալու պատրաստակամությունը, չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Եվ նախագահ Թրամփը եւ մեր նախագահը հաստատեցին միմյանց հետ մշտական կապի մեջ մնալու իրենց պատրաստակամությունը, ասել է Ուշակովը, խոսելով երկու առաջնորդների միջև նոր հեռախոսազրույցի արդյունքների մասին։ Վրաստանը խնդրում է Եվրամիությանը սկսել խորհրդակցություններ եւ քննարկումներ ընթացիկ հարցերի շուրջ, սակայն ի պատասխան դատարկ ու կոպիտ հայտարարություններ է ստանում։ Այս մասին ասել է Հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Մենք հուսով ենք, որ Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի եւ դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև Եվրամիությանը։ Մեր նպատակն արտացոլված է երկրի սահմանադրության մեջ։
դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը, երբ մենք ավելի պատրաստ կլինենք դրան, քան մյուս երկրները, ասել է Կոբախիձեն։ Եվրոպացի պաշտոնյաներն անհանգստացած են, որ ընկերությունները եւ քաղաքական գործիչները կրկին կարող են գայթակղվել ռուսական էներգիա գնելով, գրում է New York Times-ը։ Եվրոպական պաշտոնյաներն այժմ անհանգստացած են, որ ընկերությունները եւ քաղաքական գործիչները կարող են կրկին գայթակղվել ռուսական էժան էներգիայով, հատկապես եթե Ուկրաինայում մարտերն ավարտվեն եւ Մոսկվան խորացնի իր մերձեցումը Վաշինգտոնի հետ, ասվում է հրապարակման մեջ։ Մայրաթոռը հայրաբար մոտեցավ Փաշինյանին։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Հայաքվե քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Նրա խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումների պատճառը ուշադրություն գրավելն է։ Փաշինյանն այդ կերպ փորձում է քաղաքական կոնֆլիկտի մեջ մտնել, որպեսզի իր շուրջը համախմբի իրենից հիասթափված ընտրազանգվածին։ Կոնֆլիկտի մեջ մտնելով իր շուրջը համախմբի մարդկանց, իրենց հիասթափված ընտրազանգվածներին, եւ երկրորդը, որ կապված է Արցախյան հարցի հետ, կապված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն է կատարում։ Համենայն դեպս մի քանի բան կարող եմ ասել, որոնք ցույց կտան, որ իսկապես նա օրակարգ է սպասարկում։ Նախ եւ առաջ արցախցիների վերադարձի թեման արծարծողներից մեկը եւ թերևս ամենանշանակալի կառույցը հայաստանյաց ավագելական Սուրբ եկեղեցին է, որի գլուխը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը վերջերս Շվեյցարիայի Բեռն քաղաքում համապատասխան մեծ քրիստոնեական համաժողովի ընթացքում բարձրացրեց այդ հարցը եւ համաժողովում հնչեցին Բաքվի բռնապետական վարչակարգի Արցախի հանդեպ գործողություններ կատարած ոճրագործությունները դատապարտող ելույթներ եւ արծարծվեց արցախցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցը, հանգամանք, որ հակասում է ադրբեջանա-թուրքական օրակարգին։ Ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում անդրադառնալով վերջին շրջանում եկեղեցու դեմ ուղղված արշավին տեսակետ է հայտնել, նշելով, որ այդ պայքարը սկսել է վաղուց, երբ տարիներ առաջ իշխանության գալով Փաշինյանը հայտարարել է, թե ծնկի է բերելու հոգևորականներին եւ սկսել էր նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը։ Կա հիմնական 3 սյուն, որի վրա հենվում է եւ պետությունը, եւ պետականությունը, եւ որը ձևավորում է, պետք է ձևավորի մեր ընտրանին։ Առաջի սյունը դա ազգայնական սյունն է եւ դա արժեքներն են, որը հատկորոշում են ազգային եւ ազգայնական բովանդակությունը հայկականության։ Երկրորդ սյունը դա գիտելիքն է, դա հմտությունն է եւ այդ մասնագիտական որակներն են եւ դա այն սյունն է, որը հատկորոշում է այն բովանդակությունը մասնագիտական, որակական, որը պետք է ունենա հայ պետականությունը եւ հայկականությունը եւ երրորդությունը դա հոգեվորականությունն է։ Դա հոգեվորությունն է եւ դա բարձ է, որ արտահայտված է հայ առաքելական եկեղեցով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ 3 սյանն էլ իր ամբողջ 7 տարվա իշխանության օրոք խփում է եւ խփում է շատ հետեւողական։ Ուկրաինայի համար միջուկային զենքի առկայությունը պարտադիր է, Կիևը հիմքեր ունի այն ունենալու։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլյեցկին, հայտնում է ուկրաինական Ստրանա հրատարակությունը։ Հրատարակությունը վաղ թե ուշ առաջանալու է միջուկային զենքի հարցը մեր երկրի համար պարտադիր պայմանով։ Նշել է նա, Բիլյեցկին կարծում է, որ Ուկրաինան միջուկային զենք ունենալու իրավական, գործնական, ֆիզիկական եւ բարոյական իրավունք ունի։ Անցյալ տարի Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը Իրանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ծավալով։ Այս մասին հայտնել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Դիվանագետը նաև կիսվել է, որ Իրանում գազային նախագծերում ռուսական ներդրումների ծավալը կկազմի $8 միլիարդ, որից $5 միլիարդը նախատեսված է Մոսկվայի եւ Թեհրանի միջև նախկինում ձեռք բերված պարտավորությունների համար։ Ջալալին նշել է, շուտով պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մնացած պայմանագրերի շուրջ։
Դեսպանը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները ներկայումս գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակի վրա եւ այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այդ կապակցությամբ առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան, ասել է Ջալալին։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 7-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում հունիսի 8-ին 9-ից 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ից 7-ի գիշերը եւ կեսօրից հետո 9-ից 10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ից 10-ը աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։